Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդաշարը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության փոխհարաբերության բալանսի մասին։ Եվ այժմ Առավոտի տաղավարում է հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը։ Շնորհակալություն Վարդան։ Սիրով։ Կա այսպիսի տեսակետ, որ Հայաստանում, Հայաստանի պատմության մեջ, երրորդ հանրապետության արդիականացմամբ տնտեսական եւ ընդհանուր բարեփոխումներով զբաղվում էին երկու կառավարություններ՝ Բագրատյանի եւ Արմեն Դարբինյանի։ Համաձայն եք թե չէ։ Նայած ինչ տեսանկյունից է, նայեք, գիտեք, ես կարծեմ, որ բոլոր կառավարություններն էլ ամեն դեպքում ջանքեր գործադրել են բարեփոխումներ անելու համար, հակառակ պարագայում կյանքը ուղղակի կանգ կառներ։ Հա, եթե մենք ուշադրություն դարձնենք, ասենք 2000-ականները հայ-մատական անցկացնենք 90-ական թվականների հետ, բնականաբար բոլոր ոլորտներում ամեն դեպքում առաջընթաց ունեցել ենք եւ հարկերի հավաքագրման, եւ ֆինանսական կառավարման, եւ ոլորտային քաղաքականությունների մասով, եւ նույնը նաեւ ասենք ենթադրենք 2010 թվականից այս կողմ չենք կարող ասել, որ ընդհանրապես կյանքը կանգ առ է։ Ես հասկանում եմ, որ ամեն անց որևիցե կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում ավելի տեսանելի է իր կատարած գործը, դրա համար եւ ավելի քիչ տեսանելի է, երբ որ դու այդ կառավարության մեջ ես։ Դրա համար ես միշտ մի թեզ եմ պատտում, կողքից միշտ շատ հեշտ է ասել, այս սա պետք է անեք, այն նա պետք է անեք, բայց շատ դժվար է, երբ որ դա իրագործում եք։ Մեկ օրինակ ձեզ բերեմ Արամ, գիտեք 2016 թվականն էր, ես Վիեննայում հրավիրվել էի նախարար էի այդ ժամանակ Euromoney բիզնես ֆորումն էր, այդտեղ բիզնես այդ հարցազրույցի ժամանակ նստած էինք 4 նախարարներով, Սերբիայի նախարարը ազնվորեն ասեց, գիտեք, ես 10 տարի աշխատել եմ համաշխարհային բանկում եւ պետք է խոստովանեմ, որ շատ հեշտ է կողքից խորհուրդներ տալ, բայց շատ դժվար է դա իրականացնել, որովհետեւ այդ մարդը գնացել էր բերել էր շատ ռեֆորմական բյուջե, ներկայացել էր պարլամենտ եւ ուղղակի այդտեղ հանգրվանել էր, չէր կարողանում դուրս գալ այդ ծուղակից, որովհետեւ ներկայացվել էին ուշադրություն 1200 առաջարկ։ Փոփոխություն 1200 հատ։ Վերաստված։ Ուղղակի այդ առաջարկները հիշել հնարավոր չէ, երբ որ եւ ինքը ասում էր, գիտեք, դրա համար ես պետք է խոստովանեմ, որ միշտ էլ կողքից շատ հեշտ է ասել, այ դուք սա լավ չեք անում, այ դուք նա լավ չեք անում։ Դրա համար օրինակ, երբ որ ես արդեն հիմա մասնավոր հատվածում եւ հանրային դաշտում, երբ որ խոսում եմ կառավարության գործողությունների մասին, սովորաբար խնդիրների եւ ռիսկերի մասին եմ ասում։ Ես երբեք օրինակ թույլ չեմ տալի ինձ ասեմ, որ դուք լավ չեք անում, որտեվ անելը պետք է հասկանանք, որ դա բարդ է ամեն դեպքում, բայց ռիսկերի մասին պետք է ինչ պետք է կատարել, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ անենք։ Եվ խոսքս ամփոփեմ, Արամ ջան, գիտեք, ամեն դեպքում պետք է արժանի մատուցենք, ես ինքս կառավարությունում լինելով շատ լավ հասկանում եմ, որ կառավարությունը դա միայն անձինք չեն, դա նախարարը չի։ Դա այն թիմն է, որը որ աշխատում է, այն պետական ծառայողները, որոնք որ ոչ մրցակցային աշխատավարձով ազնվությամբ եմ ասում, նրանք եղել են դեպքեր, որ տուն են գնացել ժամը 12-ին կամ ժամը 1-ին։ Հավատացեք, մասնավորում դա այդպես չէ։ Մասնավորում որքան է լինել աշխատակիցները տերը մտրակը չի վերցնում, ասում մնացեք մինչև 12-ը։ Գիտեք, կարող են այդպիսի դեպքեր լինել, բայց շատ դա ավելի այսպես ասեմ, ավելի լոյալ են նրանք աշխատակիցների նկատմամբ, քան թե պետական հատվածում կարծես թե աշխատողները հասկանում եւ ընկանում են, որ իրենք հանրային ծառայող են եւ եթե պահանջում է, որ դու պետք է բյուջեն ենթադրենք սեպտեմբերի 31-ին ավարտած լինես եւ ամսի 1-ին դա պետք է լինի ազգային ժողովում, ուրեմն գիշերը ժամը 4-ն լինի, դու պետք է ավարտած լինես։ Դառնալով այնուամենայնիվ 90-ականների բարեփոխումներին, ինչ որ բան Գայդարի, Չուբայսի, Բալցերովիչի, Բագրատյանի մոտեցումներում կար, որ հիմա կարելի է ասել միանշանակ ճիշտ էր եւ հակառակը կարելի ասել, որ միանշանակ սխալ էր։ Ես հետևյալը կասեմ, իհարկե միշտ էլ կարելի ասել, որ ինչ որ ուղղություն դա միանշանակ ճիշտ էր։ Օրինակի համար սեփականաշնորհման գործընթացը, այլ բան է, թե դա ինչպես արվեց։ Կատարման գործընթացի մեջ թերություններ, կաղումներ լինում են, այո, լինում են։ Բայց այն, որ սովորաբար ընդունված է, որ
կամ ոլորտներ, որտեղ մասնավորը ավելի լավ է կառավարում։ Հա, ասեք, գիտեք, ակադեմիական աշխարհում բավականին շատ վերլուծություններ կան, թե ինչու պետական հատվածը սովորաբար ավելի վատ կառավարիչ է, քան թե մասնավոր հատվածը, որովհետև շարժառիթներն են տարբեր, տեսլականներն են տարբեր, մոտիվացիաներն են տարբեր։ Այո, հենց դրա համար սովորաբար միշտ ընդունված թեզ է, եթե դու նախընտրում ես լիբերալ տնտեսական մոդելը, շատ ավելի ճիշտ է, որ այնտեղ լինի մրցակցային իրավիճակ, այնտեղ մասնավորը կառավարի։ Եվ այդ տեսանկյունից, օրինակ, մասնավորացման գործընթացը դա ճիշտ էր։ Ամեն դեպքում պետական կառավարումը, եթե դու պահում ես քո ձեռքում, հիմա ես ինքս համաշխարհային բանկով աշխատում եմ Ուզբեկստանի վրա, նրանք էլ նույն ուղղության վրա են։ Հիշենք, մինչև այս նոր նախագահի մինչև 17 թվականը Ուզբեկստանում տնտեսության գերակշիռ մասը պետական էր։ Հիմա իրանք էլ են որդեգրել այդ ճանապարհը, որ պետք է մասնավորեցնել։ Ինչն է սխալը, գիտեք, սխալները դժվար է միշտ ասել, որովհետև նորից եմ ասում, գալիս ենք իմ այն թեզին, դու եթե մեջն ես լինում, այդ պարագայում միգուցե քեզ համար ավելի տեսանելի է այդ սխալը։ Երբ որ դուրս ես, շատ հեշտ է քննադատել։ Օրինակ կարող ենք ասել, դե գիտեք ինչ, մենք իրականում հարկային քաղաքականության մեջ էական կաղումներ ունեցանք, օրինակ ֆինանսական քաղաքականության մեջ կաղումներ ունեցանք առողջապահության ոլորտում, բայց որպեսզի դու կարողանաս ճիշտ վոլյուցում ունենաս, դու պետք է այդ պատկերը ամբողջական ունենաս։ Երբեմն կողքից մարդիկ, երբ որ դա ասում են, դրա համար սովորաբար մասնագետներ, եթե ուշադրություն դարձնեք, ասենք Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, որքան է նրանք պրոֆեսիոնալ են, եւ ես ազնվությամբ եմ ասում, նրանք ունեն փորձ, տարբեր երկրներում նրանք տեսնում են նմանություններ եւ տարբերություններ, բավականին փորձառու մասնագետներ են, բայց ամեն դեպքում նրանք հաստատակամ չեն պնդում, նրանք սովորաբար խորհուրդ են տալի այդ ուղղությամբ գնալ։ Ինձ համար շատ լավ տնտեսագետ կա եւ այսպես այս զարգացող տնտեսագիտության գոռոներից մեկն է Դենի Ռոդրիկը, որը որ շատ հոյակապ գիրք ունի, կոչվում է One Economy Many Receipts, մեկ տնտեսություն, տարբեր եկամուտներ, եւ այդ գրքի մեջ նա օրինակ ասում է Համաշխարհային բանկի IMF-ի վարկագիծը ինչու է այդպես, ինչու նրա չի կարողանում հաստատակամ բոլոր տեղերը ասի դուք հենց այդ սա պետք է անեք, որովհետև երկրները ունեն, որքան էլ մենք խոսենք, ունեն թեպետ նմանություններ, բայց ունեն նաև տարբերություն եւ դու շատ զգույշ պետք է լինես, եթե խորհուրդ ես տալի այս սրամային երկրի մի բան անել։ Կհիշեք, մենք ձեզ հետ միասին ժամանակին շատ հետաքրքիր թեմա ենք քննարկում Դարոն Աճեմօղլու, Ռոբինսոնի եւ Սայմոն Ջոնսոնի աշխատությունը, որի մասում կան նաև քննադատություններ, որոշ մասերի հետ ես համաձայն եմ, որոշ մասերի հետ համաձայն չեմ, բայց մի բանի ես համաձայն եմ, որ այդ դոկտրինը, եթե ընդհանուր առմամբ եւ մեր զրույցի ժամանակ էլ ես ասի, դա կիրառելի է, այո, դա ճիշտ է, բայց կան նաև բացառություններ եւ դա պետք է հաշվի առնես։ Եթե դառնանք ռեֆորմներ հասարակություն փոխհարաբերությունը, այո, այն ժամանակ 90-ականներին ասում են, որ խորհրդային մենթալիտետը եւ մասնավորապես ենթագիտակցական ձգտումը հավասարությանը եւ նաեւ որոշ չափով ատելությունը հարուստների նկատմամբ դա խանգարում է բարեփոխումներին։ Կար նման բան թե չկար եւ արդյոք նման բան կա այսօրվա հասարակության մեջ։ Շատ հետաքրքիր հարցեր եք տալի, գիտեք, ինձ կարծես թե մղում եք դեպի սոցիալ հոգեբանական տեսություններ։ Բայց հաստատ դուք դրա մասին մտածել եք, չէ՞։ Մտածել ենք, իհարկե, գիտեք, մեկը միջև այդ հարցին կարևորագույն հարցին պատասխանելը, Արամ, ես ես անկեղծ պետք է ասեմ, եթե մի ժամանակ երբ որ ես տնտեսագիտական գիտությունները ուսումնասիրում էի, շատ հետաքրքիր էր, որ բոլոր դասական տեսությունների մեջ մարդը ընդունվում էր որպես ռացիոնալ, հա, իր վարքագծով, իր մտածելակերպով, բայց արի ուտես, որ նոր տնտեսագիտական այդ ալիքի շրջանում, որը կոչվում behavioral economics, վարքագծային էկոնոմիկա, իդեպ դրա հիմքում դրել են այդ մոտեցման, որոնք Նոբելյան մրցանակ ստացան, Ամոն Տվերսկին եւ Կախենմանը, նրանք իրենց prospect theory, հեռանկարային թեորիայով 2001 թվականին Նոբելյան մրցանակ ստացան, իհարկե Տվերսկին մահացել էր, բայց Կախենմանը դեռ ողջ էր։ Շատ հետաքրքիր է, նրանց թեզի ամենակարևորն հանգամանքային է, որ մարդիկ իրականում ռացիոնալ չեն։ Մարդկանց մեծամասնությունը ապրում է կանխակալություններով, բայեզներով, 80%-ը։ Եվ նրանք իրականում իրենց որոշումները ռացիոնալ չեն օգտագործում, նրանք
ազդվում են արտաքին աշխարհից։ Օրինակ մեկ այլ հեղինակի հիշատակեմ Սալոմոն Էշը, որը 1951 թվականին շատ հետաքրքիր թեզ դրեց շրջանառության մեջ մեծամասնության ճնշումը ռացիոնալ որոշումների վրա եւ ապացուցեց, որ իրականում եթե հասարակության ընդհանուր մոտեցումը ինչ որ մի այլ ուղղությամբ է, ընդ որում դա ոչ ռացիոնալ է, ոչ ճիշտ է, բոլորը ընկնում են ազդեցության տակ, մարդիկ ընկնում են ազդեցության տակ։ Հիմա մեր այդ դեպքն է։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, ասենք, այդ մենտալիտետը եւ այդ ռոպագանդան, թե ինչ ֆոն է ստեղծվում այդ ռոպագանդայի մասով։ Տեսեք, հիմա ես օրինակ ասեմ, այո, մեզ մոտ կարծես թե դասակարգային այդ բանը ուժեղանում է, որ ենթադրենք ժամանակին կար այդ թեզ դրեց նոր կառավարության շրջանառության մեջ նախկիններ, հիմա այդ նախկինները ավելի ընդլայնվել է մեծահարուստներ։ Հա, մենք գիտենք անպայման պիտի կորելացիա լինի։ Անպայման ասենք ենթադրենք նույնը նաև եւ Ռուբեն Վարդանյանի իմ խորին հարգանքը իհարկե Ռուբեն Վարդանյանն ազնան պես ճանաչում, բայց նետվեց այդպեսի թեզեր շրջանառության մեջ, դրսում հարստացած, ինչու՞ չէ նաև Սամվել Կարապետյանի մասով հիմա էլի նորից շրջանառում է սրանք, այն ռոպագանդան է, որը ֆոն է ստեղծում։ Հիմա տեսեք, մարդկանց վարքագիծը դրանից ազդվում է։ Եվ նույն Սալոմոն Էշը ասում է, որ իրականում հասարակությունը անկախ մշակույթներից ինքը այդ փորձ արել է տարբեր երկրներում, մի դեպ 59 թվականին Խորհրդային միությունը ասեց, вы знаете, наш советский человек не такой, բայց իրականում այդ փորձը արեցին Սալոմոն Էշի նույն խորհրդային մարդու վրա եւ ամբողջությամբ աշխատեց։ Մարդկանց 80%-ը հասարակության մեծամասնությունը, գերակշիռ մասը նրանք հետևորդներ են։ Նրանք հետևում են ընդհանուր ալիքին, թե ինչ է ասում։ Կարևոր չէ, թե այդ ինֆորմացիան ճիշտ է, թե սխալ է։ Սալոմոն Էշը օրինակ դա դեմոնստրատիվ ցույց է տվել, երբ որ մեկը սենյակում հավաքել են մարդկանց 20-ից 19-ը եղել են դերասաններ, մեկը եղել է փորձվող նորմալ մարդ, առանց որևիցե իրացիոնալ բաների, հոգեբանական խնդիրներ։ Եվ երբ որ 19-ը նայել են գծված գծերի, դրանցից ակնհայտ առաջինը եւ երկրորդը իրար հավասար են եղել, երրորդը ավելի կարճ է եղել։ 19-ը ասել են առաջինն ու երրորդն են հավասար։ Բնականաբար մեծամասնության եւ մեծամասնության կարծիքի տակ ընկել է ինքը ազդեցության տակ։ Հիմա մենք ունենք այդպիսի միտնաֆոն, որ իրականում ինչ է ասում մեծամասնությունը, ընդ որում մեծամասնությունը պարտադիր չի հենց հասարակության անդամները, պարտադիր են ժամանակակին տեխնոլոգիաների մեջ նայել ինֆորմացիոն հոսքերը, որոնք որ կառավարում են։ Եթե մենք ուշադրություն դարձնենք ամբողջ աշխարհում, օրինակ Չինաստանը ինչի համար է փորձում ենթադրենք ամերիկյան կապիտալով սոցիալական ցանցերը փակել այնտեղ, օրինակ Facebook-ը դուք չեք կարող այնտեղ մտնել, որովհետև նա փորձում է այդ ինֆորմացիոն հոսքերը կառավարել, որովհետև մարդկանց վարքագիծը կառավարվում է հենց այդ ինֆորմացիոն հոսքերով։ Հիմա եթե հետ գանք, տեսեք, հետ խորհրդային ժամանակահատվածում դեռևս մեր մոտ ինֆորմացիոն հոսքը որտեղից ենք մենք ստանում այդ ինֆորմացիան։ Հեռուստատեսություն Շատ այդքան շատ չէր, եւ դա ավելի հեշտ էր կառավարելի էր։ Ընդ որում մենք ունենք նաեւ խորհրդային միությունից մենտալիտետ ձևավորված, դա մեր վրա ազդում էր մինչև 2000-ական թվականները։ 2000-ականներից այս կողմ բնականաբար սկսեց գլուխ առնել այդ սոցիալական ցանցերը եւ սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց վարքագծերի կառավարումը։ Եվ դա արդեն այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կարծես թե դարել է առաջնորդող եւ հարց որոշող։ Այդպեսին նաև եղավ, գիտեք, Տրամպի երկու ընտրությունների ժամանակ շատ են քննադատում, որ ռուսական միջամտություն է եղել։ Դուք հավատում եք դրան։ Ես ամեն դեպքում հավատում եմ որոշակիորեն, որ այո, կա սոցիալական ցանցերի միջոցով վարքագծային կառավարում։ Տեսեք, 2022 թվականին Իլոն Մասկը Twitter-ը գնեց բավականին շեղված գնով, որից հետո դուք ականատես եղաք, կհիշեք, այն ժամանակ նաև Տեսլայի ընկերության բաժնետոմսերը S&P 500-ի զամբյուղի մեջ են, որպեսզի մեզ ընկերողները հասկանան, դա Միացյալ Նահանգների ինդեքս է, որով առաջնորդող ընկերությունները ունեին այդտեղ իրենց գները, իրենց բաժնետոմսերի գները մտնում էր այդ ինդեքսի զամբյուղի մեջ եւ բնականաբար միայն առաջավոր ընկերություններն էին կանխորոշում S&P 500-ի այդ վարքագիծը։ Ինչ տեղի ունեցավ այն ժամանակ ամբողջությամբ Իլոն Մասկը պրո-տրամպական էր։
Եվ կար կարծիքներ, Իլոն Մասկը մեծ վնասներ կրեց Twitter-ի գնման մասով, կհիշեք, սկզբում 22 թվականին դա ապրիլ ամիսն էր, դա գնաց, հետո մի փորձեր հրաժարվեց այդ գնից, որ ինչը որ խոստացել է, եթե չեմ սխալվում, 60 քանի դոլարով մեկ բաժնետոմսի արժեքի դիմաց նա այդ գինը գնաց, թեպետ ինվեստիցիոն ընկերությունները շատ ավելի ցածր էին գնանշում այդ ընկերության բաժնետոմսի արժեքը, հետո Էլոն Մասկը փորձեց հրաժարվի եւ դատական process-ով ասեցին, չէ, դու պետք է գնաս, բայց իրականում երբ որ վերլուծաբանները խորհում են ինչն է հիմնական շարժառիթը, արդյոք նա փորձում էր այդ ընկերության բաժնետոմսերի գնման միջոցով որոշակի բիզնես շահումներ ունենալ, կան տեսաբաններ եւ կան վերլուծաբաններ, որոնք որ ասում են, չէ, դա հիմնականում գործիք էր, որը փորձում էր նա հետագայում եւ օգտագործել գործիքը, այո, նաեւ հասարակությանը ուղղորդելու Եվ հենց դրա համար էլ Միացյալ Նահանգների Բայդենի վարչակազմը միանգամից ընդամենը շատ պատահական դեպք բացեց, այսինքն վերահսկողությունը մտավ աշխատանքի տեսության, եթե չեմ սխալվում, վերահսկողությունը մտավ Իլոն Մասկի ընկերությունը սկսեց ուսումնասիրել, հետո որի արդյունքում ասեցին դուք չեք համապատասխանում ստանդարտների, դրա համար ձեր բաժնետոմսը պետք է ապացուցակվի, դուրս գա S&P 500-ի բաժնետոմսերի ցարկից, սրանք ընդհանրապես քաղաքական զարգացում են եւ մի բան է ասում, որ այո ինֆորմացիոն հոսքերը կարեւոր են։ Եվ շատ կարեւոր են նաեւ այդ քաղաքական շարժառիթները։ Իրականում, գիտեք, ես վերջերս սկսել եմ մի փոքր ավելի շատ ուսումնասիրել այդ քաղաքականություն եւ տնտեսություն իրենց սերտաճումը։ Սովորաբար մի ժամանակին մարդիկ ասում էին, որ աշխարհի պատերազմները ռեսուրսների համար է լինում, իրականում դա այդպես է, բայց ինչն է առաջ տանող հիմնական շարժառիթը, իրականում վերջի ժամանակներում ակադեմիական աշխարհում շատ վերլուծություններ կգտնեք, որոնք ասում են, որ քաղաքական ցիկլերն են կանխորոշում տնտեսական ցիկլերին եւ ոչ թե տնտեսական ցիկլերը գալիս են, հետո ինչ որ մի բան տեղի ունենում, արդյունքը լինում է քաղաքական փոփոխություն։ Հակառակն է միշտ լինում։ Քաղաքական ցիկլերը կանխորոշում են տնտեսական ցիկլերին։ Ուշադրություն դարձրեք օրինակ Տրամպի վարչակազմի վերջի զարգացումներին։ Շատ թարմ օրինակ է նոյեմբերի վերջին, դեկտեմբերին նա հրապարակվեց Տրամպի վարչակազմի արտաքին անվտանգային քաղաքականության դոկտրինը 33 էջանոց քաղաքականությունը քաղաքական փաստաթուղթ է Արամ ջան։ Ես ինքս ընթերցել եմ, կասեմ, որ իմ կարծիքն է, որ շատ պրագմատիկ է, բավականին պրագմատիկ է այդ քաղաքականությունը։ Ես վստահ եմ, որ դրանից ածանցվելու են նաև ընդհանուր Տրամպի վարչակազմի գործողությունները, բայց արդեն մենք ականատես եղանք հենց հունվարի սկզբին, այո, Վենեսուելային հենց նավթի նրանք են բացի բաց ասում են, մեր համար շարժառիթը նավթն է այդտեղ։ Այսինքն, եթե սոցիալական ցանցերում գերիշխող է կարծիքը կորչեն հարուստները, կորչեն միլիոնատերները, կորչեն Ռուսաստանում հարստացած միլիոնատերները, ապա դա ազդում է հասարակության վրա, բնականաբար, չէ՞։ Այո, այո։ Հիմա, եթե մենք վերադառնանք հետ, էլի 90-ական թվականներին, Հայաստանը եւ որոշ այլ երկրներ, Հայաստանում կար իր Բագրատյանը, պայմանական նորացեն այն մարդը, որը իրականացնում էր շատ կտրուկ ռեֆորմները, Գայդարը, Չուբայսը եւ այլն։ Տաջիկստանում, չգիտեմ, Ադրբեջանում, Ուզբեկստանում նման մարդիկ չկային։ Ինչը այնտեղ շուկայական հարաբերություններ չեն հաստատվել։ Հաստատվեցին բավականին ուշացած եւ դա իրենց արժեցավ նաեւ տնտեսական ծաղկ։ Ինչպես ենք մենք գնահատում։ Բացասաբար անդրադարձավ։ Այո, այո։ Գիտեք, ամեն դեպքում ինչի համար է կառավարությունների գործողությունները, ինչ են նրանք ցանկանում անեն։ Տեսական բանն եմ ես ասում, սովորաբար կառավարությունների հիմնական գործողության վերջնական նպատակը հասարակության եւ հանրության բարեկեցության բարձրացումն է։ Ինչպես ենք դա չափում, լավագույն ցուցիչներից մեկը դա միավոր շնչին բաժին ընկնող հնան է։ Եթե ուշադրություն դարձնենք օրինակ նույն Ուզբեկստանում եւ նայենք այն երկրները կամ օրինակ Տաջիկստանը, որոնք նորից էլի պետական կառավարումը շատ ավելի սերտաճած է, քան թե մասնավոր կապիտալի ներհոսքը, մենք կտեսնենք, որ օրինակ Վրաստանը, Հայաստանը կամ նույն Ռուսաստանը
նրանք շատ ավելի բարձր աճեր ունեցան եւ միավոր շնչին բաժանակնող հնան շատ ավելի բարձր, քան թե այն իմ թվարկած երկրներում, նույն Ուզբեկստանում անգամներով ավելի ցածր է մեկ շնչին բաժանակնող հնան, թեպետ 18 թվականի ցեսկում Ուզբեկստանը բավականին լուրջ տեմպերով առաջ է գնում։ Գիտեք, մի բանի մասին էլ եմ ուզում ասեմ, ձեր նախկին ասից ես մոռացա անջեմ, ինչու՞ է խնդրեմ այդ դոկտրինայի տարբերությունը, երբ որ մարդիկ սկսում են սնվել այդ դոկտրինայով, որ գիտեք մեծահարուստը կամ բիզնեսմենը մեր թշնամին է։ Դա վտանգավոր բան է։ Տեսեք, սոցիալ-հոգեբանական գոտինը գիտությունների մեջ գիտեք գիտությունը առաջընթացը ինչ մարդկային ինչ զգացումն է առաջ տանում։ Այս վերջերս ես ծանոթացի, գիտեք, իմ համար դա նորույթ էր։ Երբեմն մարդիկ ասում են դասերն, երբեմն ասում են ձգտում են։ Անգլերեն դա կոչվում է խանդ, jealousness-ը։ Խանդն է իրականում, որ մոտիվացիա է առաջացնում, որ անդադ զարգացում լինի։ Նախանձը, բայց ավելի շատ խանդը։ Հիմա տեսեք, jealousness անգլերեն այդ խանդը։ Սոցիալ-հոգեբանական գիտությունների մեջ երկու տեսակի jealousness-ի այդ խանդի բան է քննարկվում։ Մեկը retrospective, մյուսը prospective, առաջ նայող, մյուսը հետ նայող։ Առաջ նայողը այն է, որ Իլոն Մասկը միլիոնատեր է, ես էլ եմ ցանկանում միլիոնատերին, միգուցե գնամ ձգտեմ Հարվարդ սովորեմ, գնամ Իլինոյի համալսարան ավարտեմ կամ Չիկագո կամ որևիցե մի բան, որովհետև հենց այդ դպրոցներն են ինձ կարողացել այս մարդկանց սարքել միլիոնատեր։ Ուշադրություն դարձնենք, Միացյալ Նահանգների բոլոր միլիոնատերերը լավ կրթություն ամեն դեպքում ստացել են, լավ դպրոցներ սովորել են, մեծամասնությունը միջին վիճակագրականն ամեն այսօրվա միլիոնատերերը։ Այո, նախկիններն էլ անկեղծ ասած լավ կրթություն են ունեցել։ Ես գիտեք հեռու եմ այն մտքից, որ շատ պատահական կարող է լինել, որ չկրթված մարդը պերմանենտ լինի մեծահարուստ։ Եթե նույնիսկ մի պահ նա լինում է մեծահարուստ, ինչ որ մի բան իր գիտելիքների պակասի շնորհիվ նա կորցնում է։ Մյուսը բանը ռետրոսպեկտիվ դեպի հետ նայողը, դա վտանգավոր բան է։ Խանդը։ Եթե ես այսօր կեղտի մեջ եմ կամ ես վատ եմ ապրում, թող մյուսն է վատ ապրի։ Սա կասեցնում է զարգացումը։ Այս մտածելակերպը, եթե նայում ենք, որ օրինակի համար այդ բիզնեսմենները եւ մեծահարուստները մեր թշնամիներն են եւ թող կանգնեցնենք իրանք է գան մեզ նման դա հետ է մղում ուշադրություն դարձրեք գիտեք այն հեղափոխությունները որոնք որ հենց այդ դոկտրինայի վրա են եղել հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը Ֆրանսիան եւ այլն այդ հեղափոխություններից հետո տնտեսական զարգացումը կանգնել է որտեղ մարդկանց այդ մոտիվացիան իրականում տնտեսությունը ստեղծվում է մարդկանց մոտիվացիաներով շարժառիթներով թե նրանք ինչ են ձգտում եթե ձգտում են հավասարություն այդ մրցակցության բանը վերանում է որ ես փորձեմ ավելի լավ լինեմ ավելի գրագետ լինեմ քան Արամը եւ Արամը փորձի ավելի գրագետ լինի քան մյուսը եւ այս մրցակցության արդյունքում իրականում բոլորն շարժվում են առաջ իրականում այդ մոտիվացիան չկա որտեղ բոլորս հավասար ենք բոլորս պետք է Վարդան դուք ճիշտ եք բայց մենք կարող ենք արդյոք ասել որ Հայաստանում աճեցրած օլիգարխները շատ լավ կրթված մարդիկ են Դա այդպեսին լինում է, երբ որ փլուզվում է։ Դուք ճիշտ եք ասում, բայց այդ օլիգարխները ես վստահաբար ասում եմ, որ չեն կարող իրենց շուրջը չհավաքել կրթված մարդկանց։ Դուք մի նայեք օլիգարխին հենց կոնկրետ մարդ, բայց ես վստահ եմ, որ իրանք գիտակցում են, որ իրանք պետք է լավ ֆինանսիստ, լավ ստրատեգ, լավ կառավարիչ։ Ուշադրություն դարձրեք, օրինակ իրանք կողքը հավաքված մարդկանցից մի պահ է գալի, գիտեք, երկիրը երբ որ խորհրդային տարիներից փլուզում, այսինքն ի նկատի ունեմ տնտեսական կառուցակարգ է փոխվում ունենում է անցումային ժամանակահատվածներ այո այնտեղ անցումային ժամանակահատվածում ուժի կիրառումը սերտաճումը զորբայությունը դա ստեղծում է իրավիճակ որ դու ունենում ես կապիտալի կուտակում Արամ ջան դա ամբողջ ես վստահեցնում եմ նաև այլ երկրներում է այդպես եղել երբ որ տնտեսական կառուցակարգ է լինում բայց գալիս է մի պահ որ դու ուղղակի չես կարող ուղղակի հենց այդ ձևով շարժվես առաջ որտեվ ճնշումն է ստիպում քեզ, որ դու արդեն մտածես լավ կառավարիչներ ունենալու մասին։ Ձեզ օրինակ բերեմ, գիտեք,
Ինչ շատ հետաքրքիր էր Toyota-ի զարգացումը 80-ական 70-ական թվականներից ի դեպ բոլոր գիտությունների մեջ Clayton Christensen-ը շատ մանրամասն խոսել է, նկարագրել է իր թեզի մեջ disruptive innovation, փլուզող ինովացիաները, թե ոնց է ենթենք Toyota-ն կարողացել ուղղակի խեղդել աշխարհի գերհզոր ընկերություններին։ Երբ որ քեզ մոտ արդեն տնտեսությունը զարգանում է եւ կամաց ինստիտուտներն էլ են զարգանում եւ ինստիտուտները պետք է զարգանան, այդպեսին է, օրինակ մեր դատական համակարգը այսօր եւ մեր դատական համակարգը ենթադրենք 90-ականներին էական տարբերություն կա, ինչքան էլ ասենք, որ կառավարում է, բայց ամեն դեպքում տարբերություններ կան, զարգացումներ կան, չեն կարող չասել, որ զարգացում չկա, հա։ Մեկ բան, որ ասենք այսօր դու դատավճիռները կարող ես ամբողջությամբ թափանցիկ նայես, 90-ականներին դու դա չէր կարող նայել, թափանցիկ չէր, դա հստակ չէր։ Այսօր մամուլը կարող է քննադատել այս կամ այն դատավճիռը, 90-ականներին դա կարծես թե էսկի հասանելի չէր այդ դատավճիռը, հասկանու՞մ եք, ուզում ասեմ, տեխնոլոգիաներն էլ իրենք ստիպում են միջավայր, որ ճնշումներ գործադրվի, այդպիսի ճնշումների պայմաններում օլիգարխներն էլ ստիպված են լինելու մտածեն, ինչպես պահպանեն իրենց կայսրությունը։ Չէ՞ որ այդ կայսրությունը 2000 թվականին ես երբ որ մոտեցա իմ դասախոսին միկրոէկոնոմիկայի, ասում ինչպես մենք օրինակի համար այդ մոնոպոլիաները քանդենք, ասես just enlarge the market, մեծացրեք ձեր շուկան։ Եվ ասում եմ մեծ շուկաների մեջ, մեծ գլոբալ աշխարհի մեջ ձեր մեծ ձկները կդառնան փոքր ձկներ։ Իսկ իրականում այսօրվա գնացող գլոբալիզացիան գիտեք որ աշխարհը մեծ է, աշխարհը գնում է գլոբալ, ճիշտ է, թեկուզ կա ռեգիոնալիզացիաներ կապված քաղաքական բաներից, բայց ամեն դեպքում մեծ է այդ շուկան։ Այնպես չի, որ օրինակի համար ենթենք իրանացին Հայաստանում բացառվում է, որ բիզնես անի, չէ, հնարավոր է։ Կունենա հայկական պարտնյոր, որոշակի կմտածեն բիզնես մոդելների մասին եւ հնարավոր է, որ մտնեն բիզնեսներ անեն։ Այլ բան է, ես ընդունում եմ, որ քանի դու զարգացող երկիր ես, թերի են քո ինստիտուտները, դա շատ ավելի բարդ է բիզնես անելը, որովհետև այլ լծակներ են աշխատում սերտաճած կառավարության հետ, պաշտպանողական, քան զարգացած երկրներում։ Հենց դրա համար էլ Դարոն Աճեմօղլուն եւ Ռոբինսոնը եւ Սայմոն Ջոնսոնը իրենք ստացան Նոբելյան մրցանակ։ Արամ ջան, մենք ձեզ հետ միասին քննարկել ենք դա։ Արդյոք դրա հետ կապված հարց, արդյոք շուկայական հարաբերությունների զարգացումը անպայման զարգացնում է ժողովրդավարությունը։ Կար այսպիսի մի տեսություն 2000-ականների սկզբին եւ մեր մոտ նույնիսկ կուսակցություն կար, որը կարգախոս էր ձևավորենք միջին խավ։ Այսինքն շուկայական հարաբերությունները ձևավորում են միջին խավ, այդ միջին խավը պահանջում է, որ լինի ժողովրդավարություն եւ այդ ժողովրդավարությունը արդեն զարգանում է տնտեսական զարգացմանը զուգահեռ։ Կարծես թե իրականությունը դա մի քիչ հերքում է։ Գիտեք, ես միշտ հաճույք եմ ստանում ձեզ հետ զրուցելու, անկեղծ պետք է ասեմ, դուք շատ լավ հարց եք տալի, դուք տալիս եք մի հարց, որ այսօր շատ տաք թեմա է, որովհետև հիմա նույնիսկ տնտեսագիտական շրջանակներում են այդ բուռ քննարկումները կան, արդյոք ժողովրդավարական ինստիտուտները իրենք շատ ավելի մեծ տնտեսական զարգացում են ապահովում, եթե դու նախընտրում ես այդ ուղին, թե կենտրոնացած կառավարումը կարող է ինքը շատ ավելի արագ աճ ապահովել։ Եվ այստեղ կա տեսակետների բախում, իդեպ, եթե նայում ենք քաղաքական տեսանկյունից, չեն կարող չփաստել, որ այսօր ժողովրդավարությունը 20 տարվա առաջվա ժողովրդավարությունը չէ եւ անկում ապրում է։ Այդ մասին է եւ Տրամպի վարչակազմի հրապարակած այդ փաստաթուղթը, որ ես հիշատակեցի, այնտեղ սևը սպիտակի վրա նույնիսկ գրված է, որ գիտեք, ես պատրաստ եմ նույնիսկ համագործակցել տոտալիտար երկրների հետ, եթե դա Ամերիկայի Միացյալ Նահանգների շահն է փաստում։ Սևը սպիտակի վրա Չինաստանն է ակնարկում։ Միգուցե նաև Չինաստանը, բայց տողատակի երևում, հետևում, որ ասում է, ես չեմ ծախսելու ավելորդ ռեսուրսներ գնալ թելադրել, որ անպայման ձեր կառուցակարգը եւ ապրելակերպը պետք է լինի դեմոկրատական։ Դուք ինքներդ որոշեք, բայց եթե ես որպես Միացյալ Նահանգներ իմ շահը կլինի, որ ես համագործակցեմ եւ ձեռք սեղմեմ տոտալիտար երկրների, ասենք արաբական երկրների, որտեղ կենտրոնացված կար, ես անելու եմ դա։ Ես չեմ գնալու արաբական երկրներին պարտադրեմ, որ նրանք լինենք դեմոկրատ։ Նույնիսկ մենք նայում ենք օրինակի համար Եվրոպան, դեմոկրատ Եվրոպան այսօրվա դրությամբ շատ նորմալ համագործակցում է Ադրբեջանի հետ, ընդհանրապես ոչինչ չասեց հակադեմոկրատական այլ ագրեսիաների մասով, սա փաստում է, որ իրականում դեմոկրատիան այսօրվա դրությամբ ճգնաժամ է ապրում։
Ինչու է այդ ճգնաժամը լինում, որովհետև տնտեսական շահը առաջնորդող է լինում։ Ամեն դեպքում ինչ ուզում է լինի պատտենք, մենք նույնիսկ քաղաքական այդ վարկագիծը վերջնահանգրվանում նյութական շահն է, տնտեսական շահն է, դա պետք է փաստենք։ Երբեք այնպես մարդիկ նյութականությունից չեն ձերբազատվում։ Շատ քիչ մարդիկ կան, որոնք ընդունում են հոգևոր արժեքները եւ շարժում, բայց հիմնականում հասարակության մեծ մասը դա նյութական շահն է առաջ տանում։ Այդ տեսանկյունից եթե նայում ենք նույն Ռոբինսոնի եւ Դարոնենց աշխատանք, այդտեղ կա ճշմարտանության հենքեր, որ այո, դեմոկրատական արժեքները կարող են դեմոկրատական ինստիտուտները տնտեսական զարգացում ապահովեն, բայց այդտեղ կա մեծ բայց։ Ինչքան արժի այդ դեմոկրատական ինստիտուտների պահելը, չէ՞ որ այդ պահելու համար դու պետք է ունենաս լավ մասնագետներ։ Գումարած դրան, քո հասարակությունը պետք է լինի նաև կրթված եւ միջուը կայացած։ Հասկանում եք, երբ որ քո հասարակությունը կայացած չէ, այսինքն կրթվածության ցենզը ավելի ցածր է, քեզ մոտ օրինակ կամ մարդիկ օրինակ ընտրությունները կատարում են ոչ թե ծրագրերին նայելու, այլ նայում են կենթանիք անձը ով է, թե անձը ինչպես է խոսում, հասկանում եք։ Շատ հետաքրքիր է, մենք այսօր ունենք նման տիպ մարդիկ, որոնց լսանները բավականին մեծ են, եւ այդ մարդիկ չեն խոսում ծրագրերից, այդ մարդիկ խոսում են ուղղակի մարդկանցից, խոսում են ինչ-որ երևույթներից, նրանք ծրագրերից չեն խոսում։ Սա խնդիրը, սա բարձրացնում է դրոշակ, որ միգուցե այս պայդրությամբ կարծես թե դեմոկրատիան հետ է գնում եւ կենտրոնացված կառավարումը տարբեր ռեժիմներով առաջ է գալի, բայց այստեղ գալիս է մեկ կարևոր բան, ով է լինելու այդ կենտրոնացված մարդը եւ իրականում կա նաեւ քննադատություն եւ եթե այդ կառավարող միանձնյա կառավարիչը հայրենասեր չեղավ եւ երկարաժամկետ պլաններ չունեցա, դու դատապարտված ես։ Ինչի վրա եք հույս դրել Վարդան։ Դուք դատապարտված եք։ Հիմա այսինքն անձնական հատկանիշների վրա եք հույս դրել։ Տեսեք հիմա կարանք վերցնենք տարբեր բաներ, հա, օրինակ նույն խորին հարգանքը ես եղել եմ մի երկու երկրներում, որտեղ եւս կենտրոնացած կառավարում է եւ մենք ունենք լավագույն դեպք օրինակ Արաբական Էմիրությունները, հա, երբ որ այնտեղի շեյխը Դուբայը դարձրեց անապատից դարձրեց Դուբայ։ Տարբեր դեպք են, երկուսն է կառավարման մոդելներն են։ Մի դեպքում մի մոդելը սեփական միայն բանի մասին է մտածել եւ հասարակության անդամները բավականին վատ են ապրում, երկրորդը գնացել այն տարբերակում, որ զարգանա։ Դրա համար այդտեղ որքան է մենք մտածենք, որ սա պրիմիտիվ է, արամջա, բայց հավատացեք, դա իրականում աշխատանքը անում է իր։ Մեզ մոտ ձևավորվել է միջին խավ, թե չէ։ Մենք պետք է ձևակերպում մտանք, ինչ ենք հասկանում միջին Կան չափելի չափանիշներ։ Չափելի չափանիշները հետևյալն է, սովորաբար տնտեսական տեսանկյունից դա հաշվում է միջին բաժինը կնող եկամուտով, ասենք օրինակի համար, քո հասարակության որ անդամներն են ընդհանուր աշխատավարձ ստանում միջինից բարձր։ Այդ տեսանկյունից մեզ մոտ կարծես թե վիճակը գնալով ավելի է վատանում, որովհետև մարդկանց այն կուտակումները, որով միջին աշխատավարձ եւ ցածրի մեջ են ընկնում, շատ գնալով մեծանում է։ Դա նշանակում է, որ միջին այդ խավ, եթե տնտեսական ենք նայում, հա, այն մարդիկ, որոնք որ ենթադրենք հիմնական քո ազգաբնակության մեծ մասը պետք է կազմեն եւ պետք է կանգ թելադրեն, պետք է տնտեսական պահանջարկ ստեղծեն, այդ մարդիկ շատ ավելի ցածր ծայրին են հասցնում։ Միջին խավը, եթե նայում ենք, ասենք հոգևոր տեսանկյունից, մշակութային գործիչներ, որոնք որ ենթային բիզնեսմեններ չեն, մեծ կապիտալի սեփականատեր չեն, բայց նրանց աշխատավարձը թույլ է տալի, որպեսզի նրանք նորմալ կենցաղ վարեն, հասկանում եք։ Այս տեսանկյունից եւս մենք խնդիր ունենք, որովհետեւ այդ շերտը, որոնք որ հոգևոր արժեքներով են ապրում, հիմնականում էլիտան են համարվում, հա, ազգաբնակությամբ, եթե դու կառավարության հետ ավելի շատ սերտաճած ես կամ կառավարության ծրագրերի տակ ես, դու այդ դեպքում կունենաս ընդհանուր ափսեից մի բան։ Սա վտանգավոր երևույթ է։ Ես օրինակ չեմ ուզում անուններ տալ, ես ականատես եմ եղել մշակութային գործիչներ, որոնք որ 1-2 քննադատությամբ են հանդես եկել իրենց խոսքերում կառավարության նկատմամբ եւ այսօր նրանք խնդիրներ ունեն։ Սա շատ վատ երևույթ է, հասկանում եք, դա նշանակում է արդեն քո այդ միջին խավը որպես այդպես ճզմվում է։ Տնտեսական լծակով ճզմվում է ինքը, որովհետև իրեն ասում են, այ եթե դու չհաջողանաս կառավարությանը, հետեւաբար դու կզրկվես բոլոր տեսակի այն եկամուտների աղբյուրներից, որը կարող է դու ունենաս։ Սա
լավ տեղ տանող երևույթ չէ, Արամ ջան, հավատացեք, որովհետև դա նշանակում է այն քաղաքական pluralistic political pluralism ասածը, բազմակարծությունը խեղդող բան է։ Իսկ այդ խեղդման պայմաններում գլուխ է բարձանում արդեն նեղ խմբային շահը։ Նեղ խմբային շահը գլուխ բարձրացնելու դեպքում ինովացիաների եւ առաջընթացի մասը զսպվում է։ Դա ամբողջ աշխարհում է այդպես, հասկանում եք։ Եվ ելի նորից հետ են գալի այդ մասին, եթե միջին այդ խավ ասածը նա կաշկանդված է, օրինակ ավելի լայն մտածելու ազատ կամքը դրսել։ Իդեպ գիտեք, մեկ բան էլ ասեմ, շատ կարևոր է։ Երբեմն մարդիկ խառնում են այլախոհությունը, բազմակարծությունը եւ խոսքի ազատությունը, ենթադրենք այսպես քաոսային կամ ոչ պարկեշտ բառապաշարի կամ բանի մեջ։ Դրանք տարբեր բաներ են, հասկանում եք։ Ես շատ եմ օրինակ նկատել, որ նաև մարդիկ ասում են, դե գիտեք ինչ, դե մենք պետք է ազատ լինենք մեր խոսքի մեջ։ Ազատ պետք է լինել խոսքի մեջ, բայց խոսքի ցենզ կա, ընդ որում այդ խոսի ցենզի նիշը դնում է կառավարությունը, դա միշտ իմացեք, միշտ առաջնորդողը։ Այդպես չի լինում, հասկանում եք, հիմա մենք մեղադրում ենք, որ ահագին ցենզը ընկել է, որովհետև մարդիկ բառապաշարն են փոխվում, այլն, որովհետև ցենզը դրված է կառավարությունից հենց այդպես։ Աշխատավարձի մասին խոսենք։ Ինչ է նշանակում բարձր աշխատավարձ, ցածր աշխատավարձ, որովհետև ես վերջերս կարծիք եմ լսել, որ падգամավորների 800,000 ամիսը 800,000 դրամ աշխատավարձը դա ցածր աշխատավարձ է։ Գիտեք, ես թվում է այդ կարծիքը դուք կլսեք այն մարդկանցից, որոնք որ ժամանակին, այսպես ասած, նախկին ժամանակահատվածում նրանք ավելի ցածր եկամուտով են ունեցել, հետո դառել են ավելի բարձր եկամուտով եւ իրենց կարիքները կամ այսպես ասած պահանջմունքները ավելի մեծացել են։ Գիտեք, տնտեսագիտության մեջ հետաքրքիր բան կա, որ ասում է յուրաքանչյուր չբավարարված պահանջմունք, երբ որ դառնում է պահանջարկ, այսինքն քո եկամուտը բավարարում է, որպեսզի դա դու ունենաս, դա ստեղծում է 2 անգամ ավելի շատ պահանջմունքներ։ Այսպեսին է, օրինակ բերեմ, ասենք, եթե դու ունես մեր հասարակության մասին խոսենք, որպեսզի լավ հասկանանք, գիտեք, 90-ական թվականներին, երբ որ մենք կոստյում էինք ձեռք բերում, որևիցե մեկը բրենդին չէր նայում։ Տնտեսագիտական ակադեմիական աշխարհում դա կոչվում է complicated բարդ կամ complex consumer, բարդ սպառող կամ պարզ սպառող։ Պարզ սպառողը եկամուտը չի բավականացնում եւ նա գնում է կոստյում, որպես կոստյում չի նայում բրենդին։ Ժամանակի ընթացքում, երբ որ եկամուտները մեծանում են, նա դառնում է ավելի բծախնդիր եւ ավելի պահանջկոտ։ Այդպիսին է նաև քո տնտեսական վարկագիծը, երբ որ դու ստանում ես ենթային 800,000, ասում ես, ինչ է որ, սա ինչ մի գումար է, որ իմ համար, ես պետք է ավելի շատ ստանեմ։ Ձեզ օրինակ բերեմ ինձ վրա, որպեսզի մարդկանց ես չնեղացնեմ։ Ժամանակին, երբ որ ես կենտրոնական բանկում աշխատում էի, ես դեռ ստաժորություն էի անում, մտածում եմ, ասում էի, գիտեք, եթե ինձ օրինակ համար 10,000 դրամ տան պայմանագրով, լավ կլինի 5,000-ը ճանապարհից կծախսեմ, իսկ այն 5,000-ը ես արդեն իմ ուտելիքին կծախսեմ, ծնողներիցս փող չեմ վերցնի։ Երբ որ ես արդեն 10,000 ստացա, ասի, բայց մի րոպե, եթե ինձ տային այս 10,000-ը ինչ է որ, եթե տային 20,000, շատ ավելի լավ կլիներ։ Հետո թռչկաձև իմ աշխատավարձը դարձավ 56,000։ Ասի, բայց մի րոպե, եթե ես օրինակ 56 չէ 200,000 կունեմ, միգուցե ավտոմեքենա էլ կունենայի։ Եվ այսպես շարունակ, հասկանում եք, միշտ այդպիսի բան կա։ Դրա համար հարց է, թե ով է դա ասում։ Եթե դա նայում ենք օբյեկտիվության տեսանկյունից, տեսեք, օբյեկտիվության տեսանկյունից դա պետք է նայենք քո արտադրողականության միջին շուկայի աշխատավարձի, հա, եւ մասնավոր հատված, պետական հատված հարաբերակցության։ Եթե քեզ մոտ միջին տնտեսության աշխատավարձը 300,000 դրամ է եւ падգամավորը ստանում է 800,000, ես չի ասի, որ դա ցածր աշխատավարձ է։ Հավատացեք, ես նույն օրինակը մի անգամ կառավարությունում բերեցի, երբ որ բանավեճ կար, նորից հարց տվեցի իմ գործընկերին, ասի, լսեք, խոսքը վերաբերում է եկամտային հարկի հետ վերադարձի մասով, ես բանավեճում էի, որ այդ գործիքը մենք պետք է հրաժարվենք դրանից, հիմա պետք է զսպաշապիկ մտցնենք, հետո սոցիալական պետք է ստանանք ու հրաժարվենք։ Ինձ ասում են, սա սոցիալական է, ես ասում եմ, գիտեք, եթե սոցիալական է, 55 միլիոն դրամանոց բանը, ես օրինակ նախարար եմ, որպես իմ նախարարական աշխատավարձով կարող եմ ձեռք բերել, շատ դժվարությամբ։ Եվ ես հարցրեցի իմ գործընկերին, ինչ եք կարծում, ես հիմա դասվում եմ միջին խավին, թե ցածր խավին։ Ինձ ասեն, դու միջին խավ ես։
Ես շատ ցավում եմ, որ դուք այդպես եք մտածում, որովհետև եթե տնտեսության միջին աշխատավարձը 200,000 է, իսկ ես անգամներով բարձր եմ, ես բարձր խավին եմ դասում։ Ամփոփելով ինչ եմ ուզում ասեմ, 800,000-ը պետք է համեմատենք տնտեսության միջին աշխատավարձի հետ։ Եթե անհատի տեսանկյունից ենք նայում, Արամ ջան, իհարկե անհատի տեսանկյունից այլ է։ Օրինակ, եթե տվյալ անհատը մասնավոր հատվածում անգամներով ավելի բարձր է կարողանում վաստել, որտեղ մասնավորը պատրաստ է իրեն այդքան տա, իր գինը դա է։ 800,000-ը կոնկրետ այդ մարդու համար շատ ցածր է։ Ինքը պետք է հաշվի առնենք, որ եկել ուղղակի իրականում ալտրուիստիկ նկատառումներով։ Այդպիսի բանն եղել է իմ կյանքում։ Դավիթ Անանյանը, որովհետև ես իրեն երբ որ բերեցի պետական հատված, ես խնդրեցի նա հարկայինի ֆանտաստիկ լավագույն մասնագետներից մեկն էր։ Մասնավոր հատվածում նա անգամներով ավելի շատ էր ստանում։ Եվ ես իրեն խնդրեցի, իհարկե մեր հարաբերությունները հաշվի առնելով, նա հրաժարվեց դրանից իհարկե, որպեսզի մենք կարողանանք որոշակի փոփոխություններ կատարել։ Ժողովրդավարության եւ տնտեսության փոխհարաբերությունը ժողովրդավարության հիմնական հատկանիշներից է սեփականության, մասնավոր սեփականության պաշտպանությունը։ Այո, այո։ Եվ անկախ դատական համակարգը։ Այո։ Հիմա մեզ մոտ մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ իմ կարծիքով, եթե հնարավոր է ներդրողից խլել ինչ որ մի իր ակտիվը եւ դատարանը դա հաստատում է, այսինքն տեղական դատարանը, միջազգայինը կասկածում եմ, եթե տեղական դատարանը դա հաստատում է, հետեւաբար այս առումով մենք ժողովրդավարությունից բավականին հեռու ենք։ Բավականին։ Ես լիարժեք կիսում եմ դա։ Ընդ որում նորից էլի գնանք ձեզ հետ միասին մենք քննարկել ենք, ես շատ եմ սիրում իրենց այդ աշխատավարձը, կհիշեք, Դարոնենք իրենց աշխատության մեջ տվել են նաև որ տնտեսական մոդելն է ամենավտանգավորը եւ ամենահետ պահողը։ Latent իրենք այդ բանն են, latent democracy, latent դեմոկրատիա։ Ինչ է դա նշանակում, Արամ ջան, երբ որ դու հայտարարում ես լիբերալ տնտեսական մոդելի մասին, լիբերալ տնտեսությունը ինքը սիրում է որպեսզի լինեն դեմոկրատական ինստիտուտներ, հա, այդ քաղաքական բազմակարծությունը լինեն կանոններ, հավասարություն լինի շուկավարման կանոնների մեջ, քիչ միջամտություն պետական եւ դատական համակարգը, եւ դատական համակարգը, սա եթե դու հայտարարում ես լիբերալ տնտեսական մոդելը, պարտադիր դու պետք է ջանքեր գործադրես, որպեսզի դեմոկրատական ինստիտուտները կայացնես, ձեր ասած դեմոկրատական, եւ ինչու համար է պետք այս դեմոկրատական ինստիտուտները, որպեսզի պաշտպանեն մասնավոր սեփականությունը, որից հետո մասնավոր սեփականությունը արդեն մոտիվացիա կունենա ավելի շատ ռիսկի գնալ, ավելի շատ ներդրումներ կատարել։ Եթե քեզ մոտ լատենտ դեմոկրատիա է, այն ինչ որ մեզ մոտ այսօր կատարում է, տարօրինակ պետք է գան տեսնեն իրենց այդ թեզի փաստացի իրավիճակը, երբ որ մեկ անձի թատրոն է, այսինքն մեկ անձը կարող է SMS-ով դատական համակարգի մարդկանց գործից ազատել, պատգամավորներ գործից ազատել եւ այլ եւ բացեի բաց նաեւ ասել, որ չկա Հայաստանում մեկ դատավոր, որ վարչապետի ասածը չկատարի։ Ինչ ազդակ է սա մասնավորի համար, ոչինչ չանել կամ ձեռնապահ մնալ, կոպիտ ասած մնալ դեռևս երեսին, որպեսզի միջև տեսնեն ինչ է լինում։ Ես հավատացնում եմ, եթե տվյալ բիզնեսը սերտաճար չէ այս կառավարության հետ, ուղղակի ինքը անկախ է, նա չի գնա ռիսկի։ Գիտեք ինչու, որովհետև տնտեսվարողները շատ զգայուն մարդիկ են։ Ես այդ մասին խոսել եմ, երբ որ առաջի անգամ 22-23 թվականին առաջի ոչ թափանցիկ գործարքը եղավ Քաջարանի մասով, հասկանում եք, այդտեղ ավելի շատ գերիշխեց ոչ թե տնտեսական մոտիվացիան, այլ ամբողջահաճո մոտիվացիա, ժողովուրդ, ես այս թալանչիներին հիմա ձեռքերից կխլեմ, դա պետք է ազգայնացնել, պետականացնել, բնականաբար միջին վիճակագրական մարդը դա ունկը շոյող է, նա խորը չի մտածում, որ դա իրեն արժանալու է տնտեսական պրոբլեմ, աշխատավարձի ցածր կամ ասենք ցածր տնտեսական ակտիվություն, նույնիսկ գործազրկություն, որովհետև չի գալու այդ ներդրումները։ Մենք դրանից հետո դե իհարկե դրան նաև հաջորդեց Վիվասելը, դրանից հետո հաջորդեցին նաև Ամուրսարը եւ այլ այս դեպքերը կանխարգելող են, որպեսզի մասնավորը ռիսկ վերցնի իր վրա, որովհետեւ պարտադիր չի մասնավորին, որ հենց իր հետ լինի, նա նայում է ընդհանուր միջավայրը ինչպիսին է։ Եթե դա կատարվել է մեկ ոլորտում, շատ մեծ հավանականությամբ նաև իր հետ կկատարվի, հասկանում եք։ Իսկ վերջի դագաղի մեղը դա հենց մեր հեծի հետ կապված վարքագիծն է, որի մասին ես շատ եմ խոսել
Արամ ջան, գիտեք, ես նաև հեռու եմ որպես քիչ թե շատ ֆինանսներից հասկացող մարդ, հեռու եմ այն կարծիքից, որ հեծը վատ է կառավարվել, որովհետև վատ կառավարման համար ցուցիչներ կան, հասկանում եք, ֆինանսական տեսանկյունից, եթե դուք օրինակ ֆինանսիստի հարցնեք, ասեք, կարող ես օրինակ վերցնես երկու ընկերություն վերլուծես զուտ ֆինանսական ցուցանիշները նայելով եւ ասելով նույն ոլորտում են աշխատում, որն է ավելի լավ կառավարում, նա այո կարող է, որովհետև դա հենց ֆինանսական վերլուծության գործիքները դրա համար է տնտեսական, օրինակ ավելի լավ շահութաբեր ընկերությունը, ավելի շատ ներդրումներ կատարող բանի վերլուծությունների եւ զարգացման վրա մեծ ներդրումներ կատարող եւ դրանք ֆինանսական ցուցանիշները, որոնք որ հուշում են թե դու ինչպես ես կառավարել։ Հեծի պարագայում սա առավել քան ակնհայտ է եղել, որովհետև 14 թվականը միջև հեծը եղել է վնասաբեր։ 2009 թվականից եթե բացում ենք ֆինանսական հաշվետվությունները, նրանք քեզ հուշում են, որ վնասով են աշխատում, հետեւաբար կառավարությունում կառավարման մոդելը մի բան այն չի եղել։ Ով է կրել դրա ամբողջական մենք ինքներս։ 15 թվականից այս կողմ պատկերը կտրուկ փոխվել է։ Հեծը մշտապես եղել է շահութաբեր։ Միայն 20 թվականին նա գիտենք, որ հատնի պատճառներով պանդեմիա, պատերազմ, հեծը վնաս է ունեցել, մնացած բոլոր տարիներին բավականին լուրջ շահույթներ է ունեցել։ Եվ այս պարագայում, որքան էլ կառավարությունը ջանքեր գործադրի, ինվեստորները, ներդրողները, Արամ ջան, նրանք շատ լավ տեսնում են, չէ՞ որ այդ ֆինանսական հաշվետվությունները տարական նրանք կարդալ գիտեն։ Եվ երբ որ տեսնում են, որ բայց մի րոպե շահութաբեր ընկերություն այսօր ինչ որ առումով վատ կառավարման քողի ներքո գրողվում է եւ ասում են վատ է կառավարել, հետո եղավ մեզ մոտ նաեւ հանձնաժողովի նիստը, հիշում եք այդ նիստը, ես որոշակի դրվագներ եմ տեսել, որը նույնպես անկախ պետք է լինի, որը նույնպես պետք է անկախ լինի, բայց գիտեք տխուր է նայել, երբ որ թե ինչ կառավարության ներկայացուցիչը ինչ հարցեր է դնում սեղանի վրա, հասկանում եք, դա ոնց որ նման է, կարծես թե սայլը համեմատում ես ենթային Lamborghini մեքենայի հետ եւ պնդում ես, որ սայլը ավելի արագ է ընթանում, քան թե Lamborghini, հասկանում եք, 3 դրվագ էին նրանք տանում, մեկը որ հեծը երաշխավորություն է տվել, իդեպ դա եւս ֆինանսական ոչ ճիշտ թեզ է, որովհետեւ նորմալ է, որ դու երաշխիքներ տալիս ես, քանի դեռ քո հետ փոխկապակցված ընկերությունը, քանի դեռ դա ֆինանսական անկայունության չի բերել։ Երկրորդը պնդում են, որ որոշակի թերագրումներ եւ հավելագրումներ են եղել եւ երրորդը այդ տեղեկատվության որ կորուստ է եղել, հասկանում եք, թե դա ինչի է հանգեցրել, հասկանում եք, որովհետեւ միտեղ դա այդ վերլուծությունը չկար եւ տեսակ ականատեսը որ զրկվեց հեծը լիցենզիայից։ Սա ազդակ է, որ ներդրողը երբեք նկատի ունեմ անկախ ներդրողը, որը սերտաճար չէ կառավարության հետ, ոչինչ չանի։ Իսկ այն ներդրողը, որը լոկալ է, ներքինն է, նա էլ ուղղակի կփորձի միառժամանակ նորից ձեռնպահ լինել նոր նախագծեր ներգրավել, քանի դեռ ինչ որ փոփոխություններ չի եղել։ Շնորհակալություն հետաքրքիր։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանի հետ։